Բարի երեկո։ Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հայկական բողոքի ակցիաները հայտնվեցին համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իհարկե սպասելի էր։ Սպասելի էր ուկրաինական զարգացումների համատեքստում, Արևմուտք-Ռուսաստան հակադրության համատեքստում, ինչպես նաև վերջին շրջանում Հայաստանի հանդեպ ընդհանրապես սրված հետաքրքրության համատեքստում։ Բայց այդ ուշադրությունը իմ խորին համոզմամբ մեկ ուրիշ պատճառ է ունի, դա բողոքի բնույթն է։ Հայաստանում ստեղծվել է ուշագրավ մի իրավիճակ, երբ հանրությանը գրեթե բացարձակ անծանոթ մի քանի երիտասարդ կարողացան այնքան մարդ հավաքել Բաղրամյան պողոտայում, որքան չէր կարողանա հավաքել եւ ոչ մի քաղաքական ուժ։ Իհարկե, մեկ-երկու կուսակցության պարագայում, եթե գործի դրվեր կուսակցական ռեսուրսը, կուսակցության անդամները գային իրենց ընտանիքներով, քիչ թե շատ մոտ կանգնած մարդիկ եւ այլն, ապա երևի թե կհավաքվեր։ Բայց մենք խոսում ենք հիմնականում իրար չճանաչող մարդկանց մասին, իրար հետ սերտ կապեր ունեցող կամ չունեցող, գաղափարական ընդհանրություններ ունեցող կամ չունեցող, քաղաքականապես ակտիվ կամ պասիվ, արևմտամետ կամ ռուսամետ մարդկանց մասին, որոնց քաղաքական հայացքները չէ որ միավորել են։ Եվ սա մեր իրականության համար նոր պատկեր է, որը նաև օտարներին է հետաքրքրել։ Հենց այդ պատճառով էլ դրսից այս ամենին հետևող մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես քաղաքական բնույթի պահանջներ չեն հնչում։ Ի վերջո այնինչ տեղի է ունենում քաղաքական պայքարի ձևերից մեկն է, բայց պահանջը քաղաքական չէ, գոնե առայժմ։ Երեք բավական ուշագրավ զարգացումներ արձանագրվեցին, զարգացումներ, որոնք մեծ հաշվով սպասելի էին։ Բողոքի ակցիան կազմակերպած նախաձեռնող խումբը հեռացավ Բաղրամյան պողոտայից, բայց պողոտան այդպես էլ չբացվեց, քանի որ ակցիայի նախկին կազմակերպիչների փոխարեն միանգամից ի հայտ եկան նորերը, ընդամենը ակնթարթների ընթացքում։ Եվ հիմա Բաղրամյան պողոտայում մարդկանց բոլորովին ուրիշ խումբ է համակարգում բողոքի ակցիան։ Հլամի սպասեք։ Ես եմ դատում։ Վերկաց։ Ես եմ դատում։ Զարգացումն այս ինչ խոսք սպասելի էր, բողոքի ակցիայի սկզբից եւ այդ նկատելի էր, որ դրանում տարբեր խմբեր են ընդգրկված, որոնք որքան էլ նախաձեռնողներն ասեին, թե կազմակերպված չեն, կառավարման որոշակի մոդել ու մեխանիզմ ունեին, ինչպես նաև հիերարխիկ կառուցվածք։ Ու քանի որ նախաձեռնող խմբին հաջողվել էր բավական մեծ քանակությամբ մարդ կենտրոնացնել, այն էլ Բաղրամյան պողոտայում, որտեղ երբեք մի քանի ժամից ավել ոչ մի ակցիա չի տևել, ակնհայտ էր, որ մարդկային այդ ռեսուրսը խիստ գրավիչ պետք է լիներ նաև որոշակի քաղաքական ուժերի, կառույցների կամ անհատների համար, որոնք ի տարբերություն երիտասարդների բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։ Հենց այդ պատճառով էլ, չնայած բողոքի ակցիայի սկզբից եւ այդ Բաղրամյան պողոտայում անընդհատ հնչող մտքին, թե պահանջը բացարձակ քաղաքական չէ եւ բացառապես էլեկտրաէներգիայի սակագնին է վերաբերում, գրեթե ամեն օր հայտնվում էին մարդիկ, որոնք առնվազն փորձեր էին անում այլ երանգ հաղորդել տեղի ունեցողին։ Մի մասը ընդգծված հակառուսական տրամադրություններ էր հրահրում, մեկ ուրիշ զանգված բացահայտ հակաիշխանական կոչեր էր հնչեցնում եւ այլն։ Այսինքն հստակ զգացում էր, որ երբ գա պահը, երբ մարդիկ ըստ տրամաբանության պետք է ազատեն Բաղրամյան պողոտան, գտնվելու են ուժեր, որոնք թույլ չեն տալու դա անել։ Երեք հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Իհարկե, այս պայն դժվար է ասել, ինչ իրական նպատակ են հետապնդում Բաղրամյան պողոտայում շարունակվող ակցիայի նոր ղեկավարները։ Միգուցե պահանջները նույնն են, ինչ առաջ էր, բայց ամեն դեպքում համակարգող թիմի շատ արագ փոփոխությունն արդեն ապացուցում է թեզը, որ լինելու են ուժեր, որոնք ամեն գնով փորձել են փակ պահել Բաղրամյան պողոտան, միգուցե անգամ բոլորովին այլ պահանջներ առաջ քաշելու համար։ Կրկնում եմ, միգուցե ներկայիս խումբն այդպես չի վարվում, բայց պողոտայում հաստատ կան ուժեր, որոնք ակնթարթորեն կօգտվեն առիթից բողոքի ալիքը բոլորովին այլ ուղղությամբ տանելու համար, միգուցե անգամ բախումներ հրահրելու միջոցով։ Երբ կստեղծվի մի իրադրություն, երբ մենք մեզ հետևող ամբողջ աշխարհի վրա մունաթ ենք գալիս, պնդելով, թե Հայաստանում Մայդան չկա, մինչդեռ այն արդեն սկսվում է։ Բայց ես հավատում եմ, որ մենք իսկապես խոհեմ ենք այնքան, որպեսզի կարողանանք գիտակցել Մայդանային ճանապարհի կործանարար լինելը մեր երկրի համար։ Ուկրաինան ասվածի ցավալի ապացույցն է։ Ցանկացած ցնցում կարող է աղետի վերածվել մեր փոքր, բայց բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրի համար։ Հուսանք, որ այդպես չի լինի։ Դա ուղղակի անթույլատրելի է։ Առողջ եղեք։